Բարիրգուն մարդկանց, ժողովուրդ, ուզում եմ մի քիչ խոսել արտահայտվել, էլի։ Но себя ловлю на мысль, если հայերեն ոնց ասեմ, երևի չի կարելի էս բառակապակցույցը։ Ինձ որսում եմ այն մտքի վրա, դա երևի հայերեն լեզու չի, չէ։ Այսօրվա խոսակցականով ավելի շուտ կասեն, ես ինձ վրա եւ բացահայտում եմ իշորս մի կարճ ասած հիշեցվում են Քրիստոսի խոսքերը, որը ասել է, ինչպես կարող եք բարին ասել լինելով, ես ռուսերեն եմ կարդացել Աստվածաշունչը, դե գրած էր զլի, будучи զլի, դե հայրը երևի կլինի չար, ավելի ճիշտ չարացած, բայց երևի դա վերաբերվում է նաև ջղայնացածին, չնայած դրանք խիստ տարբեր բաներ են, չարացածը եւ ուղղակի ջղայնացած։ Մարդ ավելի լավ է մեռնի միանգամից, քան չարանա, որովհետեւ դա վերջն է, դա դժոխքն է։ Չարանալը չարը, չարացածը դա արդեն դժոխք է։ Այլ բան ջղայնացած լինելը ինչպես ես։ Հիմա մի հատ ով կարող է մտնել իմ կաշվի մեջ, ես վերջի 7 տարին էլ 18 թվականից փախած երկրներից երկիր ինձ քշում են եւ հիմա էլ առանց փաստաթու։ Դե ոնց կարող է ջղայնացած չլինի, հո ռոբոտ չէ։ Բայց նոր մի հատ մեկնաբանություն հիշեցի, այսօր մեկը գրեց, այդ հոլովակել ինձ հիշեցրեց, ես ջնջեցի եւ մի շարք նման մեկնաբանություններ, չգիտեմ, կարծեմ ոմանց թողել եմ այդ հոլովակի տակ, կարճ ասած միտքը հետեւյալն է։ Ոնց լավ լինի գործերս, վիճակս, եթե Աստծու դեմ խոսացել եմ։ Ավելի ճիշտ ես բողոքել եմ իմ վիճակից, ճիշտ ասած, ռուսերեն сетовал на такую мою участь, что ли։ Այսինքն դժգոհություն եմ արտահայտել այս իմ վիճակներից։ Առանց անձնագիր, փախուստի մեջ, առանց շատ բաների, Աստծուն դժգոհություն եմ արտահայտել նախատելով Աստծուն։ Եվ կարծեք թե դա է պատճառը, ոչ։ Այս իմ, ինչպես ասեմ, անհաջող ճակատագրերի, հալածանքների տարիներով փախուստի մեջ գտնվելու, որովհետև ոչ միայն այս 7 տարին է, ուրեմն ինչքան էր, 6 թե քանի տարի, Վրաստան, ոչ դա չէ պատճառը, ուրեմն Վրաստանում ուրեմն ես գովերքում էի Աստծուն, խաչը գցած էր վզիցս, ոչ թե ցուցադրաբար, այլ ծոցս էր, բայց ինչքան չարիք եկավ, Վրաստանում, էր բանտ, Բաթումում, բանտարկեցին, բանտ նստացրեցին, չնայած Սերժի տականքի, այդ տականք դեսպանի Թիֆլիսում կողմից դասավորված, պատվիրած եւ Բաթումում հյուպատոս այդ ղախպու պատվերներ, որտեղ զանգել է Սաակաշվիլին ու այդ Մելաբիշվիլին, ներքին գործերի նախարարին ասել է, որ ես տերորիստ եմ, ես ձեր մայրիկը։ Այո, Թիֆլիսում դեսպան այդ բոզի տղեն զանգահարել էր ուղիղ ինձ ոստիկանապետը ասեց Բաթումի, ասեց, որ հրաման է ստացել ինձ ձերբակալելու։ Սերժիկի տականքները զանգ են տվել Մելաբիշվիլին, ասել են, որ ես տերորիստ եմ։ Մի քանի անգամ արդեն պատմել եմ փողոցում, քաղաքացիական հակած 5 հոգի հարձակվեցին, վրես կռիվ, ես այդ վաղ լավ է ֆիզիկական էլի, 10-15 րոպե կռիվ, չէին կարող վրես, այդ զևակներն էլ ժողովուրդը, տաքսիստները, տեսա սկսին ինձ, որ մենակ 5 հոգու դեմ կռիվ եմ անում ու հարվածում են, սկսին ինձ բալետ անել, նոր այդ ղախպեկ մուսորները հանին քսիմները ցույց տվին, դե ես ինչ պետք է անեի։ Տարան կողին բանտ, հետո լսեք, ինչ էին ուզում կարեին վրես, բերեցին դատարան, ուրեմն դուք, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, ցած օրենք էր ընդունել, Սաակաշվիլի ժամանակ էր դա, որ եթե ինչ-որ քաղաքացի կապ չունի որ երկրի, այցելել է Աբխազիա, ուրեմն Վրաստանում ձերբակալում են
հոդված էր սարքել քրեական, տարիներով նստածում։ Այսինքն Աբխազիան նրանք դիտարկում է Վրաստանի տարածք եւ իրավունք ունեիք այցելելու միայն Վրաստանի թույլատրությամբ։ Եթե չեմ սխալվում, այդպես է օրենքը թքած ունեմ, հիմա դա այլանդակ իհարկե ոտնձգությունն է այդ օրենքը, բայց դրա մասին չի խոսքը։ Ուզում են իրեն կիրառեն։ Ուրեմն բերեցին դատարան, մեկ էլ այդ անասունը, այդ գեղցի դատավորուհի արդեն վճիրը կարդում է, որ ես Աբխազիայի այցելել եմ Աբխազիա, անցել եւ Աբխազիայից անցել եմ Վրաստանի տարածք։ Անես մի հատ ճճացի, գոռացի, զայրույթից անես գոռացի, ասի ուրա անասուն, ուրա ոնց եմ անցել, ուրա ապացույցը, ուրա անձնագրի մեջ ցույցու, որովհետև ես անցել եմ այն անտեր, ինչպես բոլոր քաղաքացիները սադախլով կոչվածով են, մտել են Վրաստան։ Գոռացի հետ այս դատավորներ մլիցեքին առաջի շարքն էին նստած այդ մուսերները։ Ասեց հենց մի հատ տվեք անձնագիրը։ Դուք պատկերացնում եք, ուրեմն առանց ստուգելով փաստերը այդ սուտ մեղադրանքը արդեն վճիռ էր կարդում, հասկանում եք, ինչ պատվեր էին իրականացնում այդ մուսերները։ Հա, ու ասեցին մեր մոտ չի, բա որտեղ է, բա քաղմասում է, դե բերեք։ Այսինքն դատավորուն խաբել էին սրանք։ Բայց էլի նստեցի մի շաբաթ էր ինչքան էր։ Հա հասկացանք, տականք, սրիկա, դժողքի ապրանք Սերժիկը եւ դրա համակարգը, դրա այդ սատանեկը պատվիրել էին դա, բայց դե էլի չարիքա, չէ։ Այն ժամանակ ես ասում բան ոչ մի բան вообще։ Բայց հիմա եմ ասում, բան չի թույլ տվեցի։ Թող հիմենակ դա, էլ ինչ ասես, ինչ չարիք ասես չեկավ այդ Վրաստանում։ Ցիվիլիզում դուրս ջարդել էին բառացիորեն, ոստիկանները չէ, զենքով ներխուժել են, վրես զենք էին քաշել, եւ այլն, հիմա դա չեմ ուզում ասել, որևիցե մեկը չգիտեմ, կարող է հարցնել, Արմեն միգուցե դու մեղքեր էիր գործում, ոնց էր, արա որն է մեղք, ես ոչ, օրինակ ինչ մեղք, ասեք, մեղքը որն է, այն Մովսեսի 10 պատվիրանները, հա, միայն դրանք չենք, մեղքը որն է, հիմա ես չգիտեմ էլի, օրինակ Խորհրդային Միության տապալումից հետո առ այսօր ես ոչ մի անգամ կազինո օրինակ չեմ եղել, դուք հասկանում եք, ոչ մի անգամ, իսկ այդ լոտերի կոչվածը ընդամենը 90-ականների սկզբում 2 անգամ գնել եմ, վերջ, այն էլ հետաքրքրության համար, որ տեսնեի դա ինչ է, 91 թե 2 թվականներ, էլ ինչ ասեմ, ես հարբեցող չեմ, նարկաման չեմ, փողոցային աղջիկի հետ առնչություն չունեմ, սա կարծեմ պատմել եմ, որովհետև եթե սուտը չասեմ, եթե ոչ երրորդ ամեն այդ ժամանակ Վրաստանում գումար կար, ամեն 4-րդ տաքսիստը բան էր սուտենյոր էր արա, հանում էր ռադեյանում, ասում էր տանեմ աղջիկի մոտ, մեկի վրան է ջղայնացա, մինչև այդ ուրեմն խոսում էր հեռախոսով իր աղջիկա հետ էլի, ասի դու ամուսնացած ես, ընտանիք ունես, հա, աղջիկա, բա անասուն, կարծեք թե ցենց նման մի բան, չես վախենում, Աստծուց վախ չունես, կլակը թափելու է սատկ ես, ոնց ես արդարանալու, սատկ ես, հանել տշել եմ անգամ այդ ծանոթ տաքսիստները, նույն էլ Մոլդովայում, որոնք հանդգնել են ինձ նման բան առաջ, տաշել եմ, կոնտակտը ավարտել եմ հետները, էլ ինչ մեղքեր կան, խաբել եմ ոչ, ես նկատի ունեմ են մեղքը, не лжесвидетельствуй, սուտ կեղծիկ վկայելը, դատարանում եւ այլն, դա լուրջ մեղք է, հակառակը իմ նկատմամբ են փորձել կիրառել,
Բաթումում չստացվեց։ Հիշեցի։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ էլ ուզեցել են ինձ սվատը տեն արել, ուզեցել են ամուսնացնել։ Վրացուհիների հետ իրենց ազգականները։ Ու մեկն էլ ինձանից տարիքով շատ փոքր։ Դե ես էլ այդ վաղտ 40 այդ կոմել։ Բայց ոչ, ես առիթ էլ չեմ տվել, քանի որ ճիշտն ասած զզվանք կար վրացուհիների նկատմամբ։ Եվ ոչ միայն նրա համար, որ դրանք փնթիել են համել։ Փնթիություն կա մեջները, այն աստիճան, որ հայուհիների մոտ չկա։ Էլ ինչ մեղքեր գոյություն ունի, գրեք մեկնաբանություններում ես կպատասխանեմ։ Սերժիկին քրփելը դա մեղք է, ոչ։ Լավ, հիմա շատ բան ունեի ասելու, բայց քանի որ արդեն համարյա 11 րոպե է, դա մոտ մի գիգաբայթ պարունակում է, դրա հեռախոսս հեսա կատարյակի տեղ չկա մեջ այդքան։ Հա, ուրեմն ինչ է ես հարցնում, բա ինչի եմ ես այդքան տուժել, Տեր Աստված, ես նույն Վրաստանում, դեռ Մոլդովայի մասին ես չհասցրեցի պատմել, մնաց մյուս անգամ, հա, նույն կյանքն ես վարել եմ պես վերջին 7 տարվա 18 թվականից մինչև այսօր, ես վերջի անգամ փախուստի Հայաստանը թարախակալված ռեժիմից, նույն կյանքն եմ վարել, էլի տուժում եմ, ինչու, մեկը գրել էր մեկնաբանություններում, սիրելություն բարի տղա է, հոբի մասին, ոչ, սա հոբի տարբերակը չէ, մեկ այլ բան կա, որի մասին ես մյուս անգամ կխոսեմ,